Շարունակվում է կենտրոնի առավոտասելի հեռուստադիտողներ, քո նվիրաբերած արյունը փրկում է կյանքեր։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոն Փակbaşıդիտիրական ընկերության հետ համատեղ մեկնարկած հաղորդաշղթան հանուն բարեգործության շարունակվում է եւ հաջորդ միջոցառումը տեղի կունենա Ավան վարչական շրջանում։ Միջոցառման մասին խոսենք մեր հյուրի հետ։ Ներկայացնեմ մեր հյուրին բարի կյանքի դեսպան հաղորդաշղթա հանուն բարեգործության արշավի հիմնադիր տնտեսագիտական գիտությունների տեխնացու Գայանե Գաբրիելյանն է մեր հյուրը, ողջույն։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ եւ բոլոր ձեր ունկնդիրներին։ Շնորհակալություն, Տիկին Գաբրիելյան, ես հենց այդ համայնքում եմ ապրում ու ինձ արդեն հետաքրքիր է ինչ է տեղի ունենալու այնտեղ։ Սիրելի հյուրընկալներ, շատ շնորհակալ եմ, որ դուք այսօր կարևորություն եք տվել բարեգործական թեմատիկային, որտեղ մենք խոսում ենք արյան դոնորության մասին, որը կարծես մարդասիրության ամենաբարձր դրսևորման ձևերից մեկն է։ Մենք խոսում ենք մշակույթի ձևավորման մասին եւ այս բարեգործության հաղորդաշղթա հանուն բարեգործության արշավը մեկնարկել է փետրվար ամսին։ Մենք մեծ միջոցառում արեցինք, որտեղ հրավիրված էին բոլոր մարդիկ տարբեր ոլորտներից եւ ասացինք մեր ցանկությունը եւ կամքը, որ Հայաստանի Հանրապետությունում առնատվությունը պետք է դառնա մշակույթ։ Ընդ որում մշակույթ ոչ միայն այն տեսանկյունից, որ մարդիկ պարտադրված պատերազմական ժամանակներում կամ որևէ աղետային ժամանակներում պետք է գան եւ արյուն հանձնեն, կամ երբ իրենց հարազատին է վրա հասա այդ վտանգը եւ իրենց զանգում են եւ խնդրում են, որպեսզի գա արյուն տանք, այն մենք պետք է հասնենք կայուն առնատվության։ Դա նշանակում է, որ Հայաստանում պետք է կայուն դոնորների ուրեմն մշակույթ լինի, որ մարդիկ կանայք տարին 4 անգամ, տղամարդիկ տարին 5 անգամ կարող են արյուն հանձնել եւ կարծես դա դառնա ավանդույթ ընտանիքների համար 18 տարին լրացած անձանց համար եւ համապատասխան ցուցումներ կան, երբ կարելի է կամ երբ չի կարելի արյան դոնոր լինել, բայց դա դառնա կարծես մարդու համար կարևոր մի, այսպես ասած, գործողություն, բարություն եւ նա չպետք է իմանա, որ նա փրկում է իր հարազատի կյանքը կամ նա պետք է իմանա, որ այդ արյամբ մի մարդը կարող է փրկել 3 մարդու կյանք, այսինքն մեկ մարդու նվիրաբերած արյունը կարող է փրկել 3 մարդու կյանք եւ մենք առնատվության արշավ արեցինք դպրոցում Երևանում, մենք արեցինք մարզային առնատվության արշավներ Սպիտակ քաղաքում, Հրազդանում, Աբարանում, Էջմիածնում, Ավան վարչական շրջանում Չեմ ուզում ձեզ շտկեմ, բայց արդեն տեղի ունեցել մեր միջոցառումը, մեծ միջոցառում է տեղի ունեցել, բայց մենք կրկին վերադառնալու ենք Ավան վարչական շրջան եւ ես մեծ սիրով նաեւ մենք արել ենք ապրիլ ամսին Ավան վարչական շրջանում, մանկապարտեզում, մենք կարծես փորձում ենք նաև կոտրել ստերեոտիպերը, որ առողջապահությունը միայն առողջապահական հաստատությունների անելիք է, ոչ, մենք արել ենք դպրոցում առնատվություն, ընդ որում տոն։ Սա մշակույթային մեծ ուրեմն գործընթաց է, որտեղ կա երգ, պար, որտեղ կան ցուցադրություններ, մենք ցուցասրահներ ենք արել, մանուկների ձեռքերով նկարած նկարների պատկերասրահ ենք արել եւ այդ նույն ժամանակահատվածում մենք արել ենք առնատվություն, այսինքն մենք փորձել ենք միավորել կրթություն, մշակույթ եւ առողջապահությունը մարդկանց համար դարձրել ենք տոն, առնատվությունը դարձրել ենք մարդկանց համար տոն, մշակութային գործողություն։ Ավան վարչական շրջանը մեզ համար նաև աջակցել է վարչական շրջանի ղեկավարը, մեծ հոսք ենք ունեցել ավանցիների եւ ոչ միայն, ովքեր արյուն են հանձնել, փրկարար ծառայության աշխատակիցները եւ ոչ միայն։ Ես կուզեմ նաև մի բառով, եթե թույլ տաք ասեմ, որ բացի հենց առնատվության գործընթացից, որը տեղի ունենում, պարզվել է, որ մենք անում ենք նաև երկրորդային էֆեկտ։ Հաճախ հայ մարդը զբաղվածության արդյունքում չի կարողանում հաճախել բուժհաստատություններ զննման, բայց քանի որ արյունը վերցնելուց առաջ անցնում է ամբողջությամբ արյանզննություն, առողջության այդ պահի վիճակի զննություն, մենք մոտարապես արձանագրել ենք, որ 15-ից 20% ունենում ենք նաև հարակից հիվանդությունների բացահայտում, որի մասին մարդ չի իմացել, որտեղ չի հաճախել բուժհաստատություն։ Սա ինձ համար շատ կարևոր եւ շատ ուրախալի, իհարկե ուրախ չեմ, որ մարդիկ վատառողջ են, բայց շատ ուրախ եմ, որ մենք շուտ կարողանում ենք բացահայտել շատ տարբեր հիվանդություններ, որի մասին մարդ անգամ չի իմացել, եւ նա կարծես ստիպված է հաճախել արդեն բուժհաստատություն, որտեղ զննություն է անցնում։ Արյուն հանձնելը ինքը վտանգավոր բան է։ Շնորհակալություն ամենակարևոր հարցի համար, սա ամենամեծ միֆն է, որը արկա է,
որ մարդիկ կարծում են, թե արյուն հանձնելով կարող են սեփական անձին վնաս հասցնել։ Նախ ասեմ, որ արյունը մարդու սեփական բիոմատերիալն է, հետևաբար բնականաբար նա տալով սա արդեն նվիրատվություն է։ Դա պարտադիր չէ մարդու ֆինանս տա, որ դա համարվի նվիրատվություն։ Մարդու համար կարևոր է եւ անհրաժեշտ է արյան դոնորությունը։ Սա առողջարար է եւ նաեւ կոփում է մարդու ուրեմն օրգանիզմը։ Ինչով, եթե ասված չարախծե մի վտանգ ձեզ լինի եւ դուք ստիպված եք արյուն կորցնել, ձեր օրգանիզմը արդեն իսկ սովորել է այդ արյան կորստին, այսպես է ասեմ, կորուստ չէ, նվիրատվություն է, բայց տվյալ դեպքում դառնում է կորուստ, բայց մարդ չի վատթարանում իր առողջությունը, քանի որ ինքը արդեն սովոր է։ Երկրորդը արյան, այսպես ասած, բաց թողումը մարդու համար առողջարար է, որտեղ նոր արյան բջիջներ են, նոր արյուն է ձևավորվում եւ թարմանում է։ Կնոջ համար սա նաեւ էսթետիկ գեղեցկության նշանակություն ունի, միանգամից թարմանում է մաշկի եւ տղամարդու համար եւս շատ կարեւոր եւ լավ, ուրեմն առողջության բարելավման միջոցներից մեկն է։ Ինչքան արյուն կարող է մարդը մեկ անգամով տալ։ 400 միլի։ 400 միլի։ Եվ դա ինչքան ժամանակում է վերականգնվում։ Ինչպես արդեն ասացի, տղամարդիկ կարող են տարեկան 5 անգամ հանձնել, իսկ կանայք 4 անգամ, կապված տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ Քանի որ այդպես է հաշվարկած, նշանակում է, որ մոտավորապես 2-ից 3 ամսվա ընթացքում մարդը կարող է կրկին դառնալ դոնոր, բայց վերականգնվում է շատ ավելի շուտ։ Պարզապես ցուցումը հետևյալն է՝ մի վնասիր կարգախոսով, առողջապահական ամենակարևոր կարգախոսը այն է, որ մի վնասիր, չպետք է այն մարդը, որը պետք է բարություն անի, իրեն վնաս հասցնի, շատ, բայց աշխարհում կան պատվավոր դոնորներ, որոնց արյունը հատուկ է եւ փրկում է հատուկ հիվանդությունների արյուններ։ Եղել են դեպքեր, վերջերս նաեւ մի մարդ ցավոք մահացել է, բայց իր կյանքի ընթացքում փրկել է ավելի քան 3000 երեխաների կյանք ուրույն հիվանդությամբ եւ միայն այդ մարդու արյուններ, որ կարողանում էր փրկել այդ երեխաների կյանքը եւ ինքը շաբաթը մեկ արյուն էր հանձնում։ Ինչ արյունը։ Իր մոտ ոչ թե բնածին է այդպես արյուն է եղել, այլ իր մոտ եղել է վիրահատություն եւ ինչ-որ միջամտություն, որի արդյունքում ինչ-որ կերպով արյան այդ բաները փոխվել են, DNT-ն, եւ այդ արյունը դարձել է այդպես այս կոչված ոսկե արյուն, հրաշագործ արյուն։ Ոնց է իմացել այդ մասին։ Հիվանդանոցում են այդ մասին, քանի որ ինքը միշտ դոնոր է եղել։ Այդպես իմացվել են այդ մասին, որ այս մարդու արյունը այսպիսի հիվանդությունը կարողանում է բուժել եւ ինքը դարձել է աշխարհի ամենաշատ արյուն հանձնած մարդը եւ պատվավոր դոնոր, որտեղ փրկել է ավելի քան 3000 երեխաների կյանքեր։ Սովորաբար այդ միֆն էլ կա, չգիտեմ միֆ է թե ոչ, որ եթե մարդը ունի իր վրա տատուներ, չգիտեմ, ինքը չի կարող արյուն տալ, այդ ճիշտ է։ 6 ամսվա ընթացքում, այո, եթե դուք արել եք դաջվածքից հետո 6 ամսվա ընթացքում արյան դոնոր չես կարող լինել եւ այդպիսի այլ հարակից հակացություններ կան։ Եթե օրինակ ինչ-որ շիտավիտկայի հետ կապված խնդիրներ կան, դուք ընդունում եք ինչ-որ հորմոնալ դեղեր, ապա չի կարելի, բայց այդ ամբողջը մենք արել ենք դրա մասին իրազեկման արշավին համապատասխան բրոշուրներ, մենք այդ մասին նաև իրազեկում ենք եւ տեսեք, ես կարծում եմ սա նաև հետաքրքիր է մեր ունկնդիրներին, ովքեր հիմա դուք շատ կարևոր հարցեր եք տալիս եւ սրանք ամենաթոփ հաճախ տրվող եւ ամենակարևոր հարցերն են, որոնք դուք հիմա բարձրաձայնում եք։ Դրանք բոլորը ազգաբնակչությանը հետաքրքիր են եւ մարդիկ իրազեկ չեն եւ հենց այդ պատճառով է, որ չեն գնում դառնալ դոնոր։ Օրինակ մարդ մտածում է, դե արդեն ես ունեմ դաջվածք, վերջ, ես այլևս չեմ կարող լինել դոնոր, կամ ինչ-որ մի մարդ ասում է, երևի ինձ կվնասի, ես դեռ երեխաներ ունեմ, երեխաներիս ոտքի կանգնացնեմ, սենց հայկական բան է, չէ, ոտքի կանգնացնեմ, նոր կա, բայց այդպես չէ, սա մշակույթ է, սա գիտություն է, սա առողջության, հանրային առողջության կարևոր տարր է եւ մենք պետք է կարողանանք բոլորս այս կրթության եղանակով եւս կրթել մեր ապագա քաղաքացիներին։ Մենք դպրոցում երբ արեցինք անատվություն, հետո երեխաների մոտ դաս կար, դասի ժամանակ ուսուցչուհին հասցրել էր ով ինչ երազանք ունի։ Մի երեխա ոգևորված էս միջոցառումից ասել էր երազում եմ դառնամ 18 տարեկան, որ դառնամ դոնոր։ Տեսեք, այս սրա խաթեր կարելի է այս արշավը շարունակել եւ շարունակել, եւ եթե թույլ տաք ես ասեմ, որ այս արշավը, քանի որ շարունակվեց այնքան երկար եւ այնքան մեծ հաղորդաշղթա ձևավորեց, ես ուզում եմ ասեմ, որ մենք ունենք հայերեն համարժեք բառը, ես եւ իմ ընկերները միասին թարգմանել ենք networking-ը, հաղորդաշղթա, շղթայում ենք եւ շատ գեղեցիկ բառ է ստացվել եւ արդեն շրջանառության մեջ է, ես դրանով շատ ուտեց ուրախ եմ, բայց այնպիսի հաղորդաշղթա է ձևավորել, որ այս արշավը
դարձել է համազգային մեծ շարժման առողջապահական մի մեծ ընթացք եւ ես ծանոթացել եմ բժշկի եւ մի թմի հետ ու միացել եմ եւ դարձել եմ նաեւ իրանց մի մասնիկը եւ մենք նոյեմբերին պատրաստում ենք Հայաստանում անցկացնել տարածաշրջանում ամենամեծ առողջապահական միջազգային էքսպոն համաժողովը, որտեղ մենք 4 օր նոն-ստոպ նոյեմբերի 27, 28, 29, 30 նոն-ստոպ առնատվության բարեգործության անկյուն ենք ունենալու առողջապահության համաշխարհային կազմակերպությունների լավագույն ներկայացուցիչներ, նոբելյանակիրներ են լինելու, մեծ բիզնեսի ներկայացուցիչներ, այսինքն սա շատ կարևոր հայտ է աշխարհին, որ տարածաշրջանում ոչ միայն մեր հարևան տարբեր երկրները կարող են անել մեծ թվականակով էքսպոներ, այլ Հայաստանը կարող է դիրքավորվել այդտեղ եւ սա խոսում ենք 8000 քառակուսի մետր տարածքի մասին, ավելին քան 25000 մարդկանց այցելուների մասին եւ այսպես ասած առողջապահական արշավը մենք որդեգրել ենք այս տարի որպես ցավի մասին ենք խոսելու, ցավը առողջապահության մեջ արդեն իսկ որակված է որպես հիվանդություն, եթե նա հարատև է, իսկ մյուս տարի մենք այս տարի կազդարենք ընտանիքի արշավ, առողջ ընտանիքի, այսպես ասած հաջողակ ընտանիքի կերպարի, բազմազավակ ընտանիքի արշավ եւ ամբողջ տարին խոսելու ենք այդ էստաֆետով առողջ ընտանիքի եւ ջատագովման մասին։ Կան մարդիկ, որ իրենք շատ կուզեն արյան դոնոր լինել, բայց վախենում են։ Այո, կան տղամարդիկ։ Բոլորը։ Կան տղամարդկանցից մի քանիսը, թե ընդհանուր տղամարդիկ։ Տղամարդկանց մեծ մասը վախենում է արյան պրոցեսից, ասեղից, ավելին ասեմ, ավելի շատ մատից արյուն վերցնելուց, քան երակից, որովհետև մինչև երակից արյուն վերցնելը։ Մինչև երակից արյուն վերցնելը 2 տարեկանից մատը ծակել են ինքը։ Բայց ես մի բան ասեմ, ինչը օբյեկտիվ է, ստեղի պաշտպանություն տղամարդկանց, որ իրոք մատից արյուն վերցնելը ավելի ցավոտ է, քան երակից։ Հետնել որ մատից։ Նուրբ։ Իսկ գիտեք ինչու 4-րդ։ Ինչու։ Որովհետև ձեռքի մեջ բոլոր երակները գնում են դեպի ընդհանուր սիստեմա եւ միայն 4-րդ մատն է, որ եթե դու արյուն վերցնես եւ ինֆեկցիա անցնի եւ ինչ-որ խնդիր լինի, պետք է հատել միայն 4-րդ մատը, ինքը չի շարունակի ամբողջ։ Ինչ մխիթ արեցիք, ֆանտաստիկ է։ Կարելի է 3-րդից վերցնել ամբողջ ձեռքի կորուստ լինել։ Բրավո։ Այլ ավելի։ Չարյան փոքրագույնը։ Վերջ դուք էլ չունեք դորոր։ Չէ, բայց ես տեղ պետք է մի բան ասեմ, ի ջատագովում, ի հպարտություն, չեմ սիրում այդ բառը իհարկե, բայց այսպես ասած, ի կոմպլիմենտ մեր արյունաբանական, Յոլանի արյունաբանական բժիշկներին, ովքեր նաև հնարավորություն են տվել այս արտագնա, այսպես ասած, հեռահար արյունատվության կոմպոնենտին, որտեղ նախկինում, եթե դուք ուզում եք դառնալ դոնոր, դուք պետք է միայն դուք գայիք հիվանդանոց եւ մենք ունենք մարզային 5 առանձին արյունատվության բանկեր։ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 27-ին բացվել է շատ մեծ նոր արյան բանկ, ավելի քան 10,000 մասնիկներ պահելու հնարավորությամբ, սա շատ կարևոր է երկրի կայուն արյունատվությունը ապահովելու համար, բայց ես ձեզ ուզում եմ ասեմ, որ մենք չենք ունեցել, այսինքն սա այն բանը չէ, որ կարելի է պլյուս մինուս 1 կորուստ ունենալ, չէ, մենք չենք ունեցել ոչ մի դեպք, երբ մեր բժիշկները պարկեշտ եւ շատ պրոֆեսիոնալ չեն կատարել իրենց աշխատանքը եւ մենք ունեցել ենք հարակից խնդիրներ։ Միակ բանը, ինչ կարող է ձեր հետ լինել, օրինակ ձեր երակները թույլ են կամ բան, կապտի մի քիչ ուռի, բայց դա մարդ ինքն էլ գիտի, կինը հատկապես ինքը երեխա ունենալուց բնականաբար այդ բոլոր առանձնահատկությունները գիտի, տղամարդիկ էլ բանակ գնալուց, երբ որ գնում են տարբեր զննների, իրանք արդեն գիտեն, որ իրենց երակները օրինակ ունակ է ասեղի արդյունքում, արյուն վերցնելու արդյունքում մի փոքր այտուցվել կամ կապտել, բայց այդ դեպքում մենք մի անգամից իհարկե մեր բժիշկները խորհրդատվություն են անում, տարբեր միջոցներ կա, որոնք կիրառում են եւ դա կարծում եմ տենց կյանքի համար վտանգավոր բան չէ։ Մատի կորուս չենք ունեցել, ձեռքի կորուս չենք ունեցել, միայն պոզիտիվ։ Ես ձեզ մի բան ասեմ, մեր մոտ մի տղամարդ արյուն եկավ տվեց, ուժային կառույցից էր, հետո եկավ ինձ ասեց Գայանե, եթե անգամ ամենահարազատ մարդս այսօր հարսանիքը լիներ ամուսնանար, այդքան երջանիկ ու ուրախ չի լինի արածս գործից։ Մի հարց էլ, փաստորեն այդ արյան պարկերով, որ տեսնում ենք, չգիտեմ, ինչ հիվանդության պատճառով պարկերով արյուն են բերում, այսինքն դա բոլորը բնական արյուն է, բոլորը շատ կարևոր հարց եք տալ, ինձ թվում է դուք անցյալ կյանքում եղել եք բժիշկ եւ դա ձեր մոտ այդպես գենետիկ փոխանցում, որովհետեւ դուք նենց դիպուկ հարցեր եք տալի, տեսեք,
Արյունը միակ բիոմատերիալն է, որը որևէ կերպ, որևէ արհեստացին միջոցներով անհնար է փոխարինել։ Այսօր արդեն սիրտը 3D պրինտերով տպվում է կամ կներեք խոզի սիրտը եւ կլապնները տարբեր ձևով արդեն մարդիկ ասում են, որ շատ մոտ է մարդա եւ կարող է տրանսպլանտացիա արվել եւ մեկից, բայց արյունը այն բիոմատերիալն է, որը անհնարին է այսօր եւ առաջիկա երևի 50-100 տարիներով որևէ բանով փոխարինել։ Սա միակ ձևը բնական եղանակն է մեկ մարդուց տալ մյուս մարդուն։ Սա որևէ այլ ձև չունի, ավելին ձեզ ասեմ, վիրահատություններ կա, որոնք տևում են 4-8 ժամ եւ ավելի, որտեղ կարող է մինչեւ 10 լիտր, 15 լիտր արյուն դուք պատկերացրեք, դա քանի դոնորի արյուն է մի կյանք փրկելու համար, այսինքն ինչքան պետք է շատ լինեն դոնորները, որպեսզի կարողանանք փրկել մեկ կյանք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այդ մեր գիտակցության մեջ լինի, որ մի կյանքը կարևոր է, մեկ կյանքը կարևոր է, որտեղ դա կարող է լինել օրինակ քո ծնողը, այդ դեպքում պատկերացնում եք ինչքան կարևոր է։ Մենք միշտ մտածում ենք, որ դեպքեր են լինում, ասում են 10,000 հոգի տուժեց, ասում ենք վայ, որ ասում 2,000, 2 հոգի դե լավ, 2 հոգի, բայց այդ 2 հոգին, եթե դու միանգամից մտածես, որ դա կարող էր լինել քո հարազատը, միանգամից դա քո համար դառնում է մեծ անդառնալի ցավ։ Այո, կարևոր թեմա է շատ։ Մենք թվում է ինձ, որ մենք հենց այդ ընկալման խնդիրն ունենք առհասարակ, իսկ ինչ վերաբերում է արյուն տալու մշակույթին, վերջին շրջանում իհարկե պատկերը փոխվել է ու նաև իրազեկման արդյունքում է փոխվել, այ ոնց որ դուք եք ներկայացնում, հա, հիմա շատերը կասեն, հա, մենակ գոնե առողջության համար արժի անել, եթե տասված առողջությունը ներում է, որ դա արվի, բայց ես հիշում եմ սրանից շատ տարիներ առաջ, այն ժամանակ այդ ֆանտաստիկայի ժանրից էր գնալ արյուն տալ, որովհետև մենք ոչ դրա գիտակցումն ունեինք, ոչ հասկանում էինք դա ինչի համար է պետք, ոչ հասկանում ենք, որ դա կարող է առողջարար լինել, ճիշտ հակառակը, հա, մենք մտածում ենք, որ դա վնասակար է։ Բայց այս ծրագրերը, միջոցառումները, որոնք գալիս են գրագետ ինֆորմացիա տալու, եւ ես վստահ եմ, որ եթե դուք էլ ստատիստիկա ունեք, հաստատ կփաստեք, որ պատկերը լրիվ այլ է այսօր հանրության, այսինքն գրագիտության։ Եթե արձագանքեմ, դուք շատ կարևոր մի բան ասացիք ինձ համար եւ ոչ միայն ինձ համար, այլես արշավը սկսողների համար, որտեղ ես մենակ չսկսեցի դոկտոր Միրիջանյանի հետ, ինքը հենց Յուլիան Արնաբանականի բժշկուհին է, իմ շատ հարազատ մարդ, այս գաղափարը հանկարծակի ծնեց Ավելին ձեզ ասեմ, այդ ստատիստիկան ահավոր է միջև 25 թվականը եւ 25 թվականից հետո, որտեղ ունենում էինք, այսպես ասած, պորտկումներ կապված, ինչպես ասացի, աղետային իրավիճակի հետ կամ COVID-ի կամ պատերազմի հետ, երբ որ Յուլիանի կայքում անդադ տեսնում ենք պահանջվում է արյուն եւ մարդիկ այսպես էին ասում, բայց երբ որ մենք սկսեցինք այս արշավը, կային մարդիկ, ովքեր չէին հավատում, որ մենք դա կդարձնենք շարժում։ Բայց այսօր տեսեք, մարդիկ կան մեր գաղափարը արդեն վերցրել են, գնում են ինչ-որ հուշագրեր են իրար հետ կնքում եւ լավ են անում, մենք արել ենք նրա համար, որ բոլորը սովորեն, որ բոլորը իմանան, որ միայն պետք չէ զբաղվել բիզնեսով եւ ինչ-որ մի բանով կամ ինքնագովազդը միայն այնպես չէ, որ գնան գեղեցիկ վայրերում Instagram վարեն, այլ մարդ պետք է զբաղվի հանրօգուտ գործունեությամբ եւ մենք դարձրեցինք այս թեման այնքան տրենդային, որ այսօր դուք կարող եք, եթե սկսեք ուշադիր տեսնել, ինչ որ մի անկյունում, ինչ որ մի կազմակերպություն ասում են, մենք էլ ենք առնատվություն կազմակերպում եւ Փառք Աստծո, կնքեք հուշագրեր, համագործակցություններ, կապեք մշակույթը եւ կրթությունը, ինչպես դա արեցինք մենք, առաջինը փորձեցինք արյան դոնորությունը ոչ թե միայն առողջապահական որպես թեմա ներկայացնել, այլ որպես մշակույթ, կրթություն, հանրային առողջություն, հանրային գիտակցություն Եվ այսօր մարդիկ արդեն հպարտ տեղադրում են իրենց կայքերում, որ հուշագրեր են կնքել պայմանագրեր եւ Փառք Աստծո մենք հենց դրա համար սա մեկնարկեցինք եւ այս մեկնարկածը արդեն դարձրեցինք, ինչպես արդեն ասացի, մեծ շարժում եւ նոյեմբերի տարվա վերջին պետք է այսպես ասած ամփոփենք այս այդ ամենամեծ անցկացվող էքսպոյում եւ ձեզ սիրով հրավիրում եմ բնականաբար կուղարկենք ձեզ նաեւ հրավերները, որտեւ որևէ մարդ չպետք է անմասն մնա այս գործընթացից, որտեւ ամենաառաջի եւ կարեւոր պատգամը քրիստոնեության կամ ով ոնց հավատում է, սիրիր ինքդ քեզ։ Իսկ սիրիր ինքդ քեզ դա հանրային առողջության կոմպոնենտն է։ Դու պետք է սիրես քեզ, որ կարողանաս փրկես, օգնես ուրիշին, ավարտելով եւ խոսքս ասեմ, տեսեք, երբ որ մենք նստում ենք ինքնատիր, ինչ են ասում, ասում են, երբ որ լինի ինչ-որ բան, սկզբից այդ
կիսլարոդնի մասկան դիրքով վրա հետո երեխային ուշագնաց եղար երեխային փրկեցեք կամ եթե դու ուներ 3 երեխա այդ մի երեխային փրկեցիր դու էլ այսինքն սա շատ կարևոր գաղափար է որ սկզբից սիրիր քեզ զբաղվիր քեզնով որպեսզի հարատև լինի քո կողմից արվող բարությունը քո հարազատների անծանոթների ամենակարևորը այսօր մենք Հայաստանում բարության հաղորդաշղթայի կարիք ունենք եւ մեր այս շարժումը արդեն անվանում ենք հաղորդաշղթա հանուն առողջության, որովհետեւ կա մի կարգախոս, ազգը կարող է հարատևել միայն առողջ եւ կրթված լինելու դեպքում։ Այո։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ, որից հետո արդեն կլինենք խոհանոցում։